Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել է տեղեկացնել, ինչ ջանքեր է գործադրում Միացյալ Նահանգները Բաքվում պահվող հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ։ Գործադիրի ղեկավարը ամերիկացի պաշտոնյային ընդունել էր շաբաթասկզբին կառավարությունում։ Հանդիպման ընթացքում ես հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին եւ արձանագրելով, որ նախագահ Տրամպը այդ թվում հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնարարության մասին եւ ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ եւ խնդրել եմ շարունակել այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում։ Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի գլխավորած պատվիրակության եւ վարչապետի նոյեմբերի 17-ի հանդիպմանը հաջորդած պաշտոնական հաղորդագրության մեջ գերիների մասին հիշատակում չկար։ Փաշինյանն այսօր չմանրամասնեց ամերիկացի պաշտոնյան ինչ է պատասխանել իրեն։ Նախագահ Թրամփը դիմել է Ադրբեջանի նախագահին գերիների հարցով։ Եթե ոչ, առաջիկայում մտադիր է դա անել։ Վաշինգտոնում ավելի քան 3 ամիս առաջ տեղի ունեցած հանդիպմանն էր Միացյալ Նահանգների նախագահը խոսել հայ գերիներից։ Տարածված կարճ տեսանյութում Դոնալդ Թրամփն ասում է, թե պատրաստվում է նրանց հարցով դիմել Ադրբեջանի նախագահին։ Մինչ օրս սակայն անհայտ է մնում, եղել է քննարկում Բաքվի հետ, թե ոչ։ Հստակ է միայն այն, որ Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիներից 7-ն արդեն դատապարտվել են։ Իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուսների դատավարությունն էլ մոտենում է ավարտին։ Նրանցից 5-ին սպառնում է ցմահ ազատազրկում։ Ամերիկյան պատվիրակությունը Երևանից հետո մեկնել է Բաքու, բայց քննարկումները թե հայ, թե ադրբեջանցի պաշտոնյաների հետ ծավալվել են Վաշինգտոնյան համաձայնությունների շուրջ։ Հայտնի է, որ թրիփի իրականացման հարցով հայ-ամերիկյան աշխատանքային խումբը ամերիկյան կողմից ղեկավարում է պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերը։ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացրեց, թե հայ պաշտոնյաներից ովքեր են ներգրավված։ Աշխատանքային խումբ ասածը ինքը շատ նեղ աշխատանքային խմբի մասին կարող է լինել, որովհետև արտաքին գործերի նախարարությունում կա իր պատասխանատուն, բայց դա ավելի լայն համատեքստի հարց է, տրանսպորտային ենթակառուցվածքներ եւ այլն, եւ մեր մոտ նաեւ աշխատանքային որոշակի տրամաբանություն կա, որը փոխվարչապետի մակարդակով համակարգում կա եւ կա արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով, որը ամերիկյան գործընկերների հետ աշխատում է Վահան Կոստանյանը, իսկ ավելի լայն համակարգումը, որը ոչ միայն դրան է վերաբերվում սահմանազատում, ենթակառուցվածքներ եւ այլն, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Թե մինչ այս թրիփ նախագծի որ տոկոսն է արդեն համաձայնեցվել, Փաշինյանը դժվարացավ ասել։ Միայն նշելով, որ անցած շաբաթ հայտնած մանրամասներին ավելացնելու ոչինչ այսօր չունի։ Իսկ անցած շաբաթ վարչապետի հայտնած առանցքային նորությունն այն էր, որ Երևանն ու Վաշինգտոնը քննարկում են թրիփի ուղու կառուցման իրավունքի երկու սցենար՝ 99 եւ 49 տարի տևողությամբ։ Եվ մինչ Հայաստանում խոսում են հաստատված խաղաղության, ապա շրջափակման հարցով սկզբունքային հարցերում արդեն ամրագրված համաձայնություններով առաջ շարժվելու մասին Թուրքիայի արտգործնախարարն է ուշագրավ հայտարարություն արել եւ պնդել, որ Զանգեզուրի միջանցքի շուրջ Երևանի եւ Բաքվի միջև վերջնական համաձայնություն չկա, կողմերը բանակցում են։ Միջանցքի հարցակարգի նախնական ընդունումը չափազանց կարևոր էր Ադրբեջանի ազգային շահերի համար, սակայն թույլ տվեք բացատրել։ Մի շարք հարցեր դեռ մնում են մութ, մասնավորապես ինչ բնույթ է ունենալու այդ միջանցքը, ով է այն շահագործելու, ովքեր են լինելու գործընկերները։ Թե ինչ տարաձայնությունների մասին է խոսքը, հայտնի չէ։ Հարցին այսօր չանդրադարձավ նաև վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը ընդհանուր խոսեց, կրկնելով, որ Հայաստանով անցնող ճանապարհների անունները հայկական կողմն է որոշում։ Եվ մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունով բացի մեր ասածից ուրիշ անունով կոմունիկացիա գոյություն չունի։ Հայաստանում կա խաղաղության խաչմերուկ եւ զուգահեռաբար նաեւ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրված արդյունքում կա Trip-Root նախագիծը։ Մնացած ցանկացած այլ տերմինաբանություն վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետությանը։
Թուրքիայի արտգործնախարարին այսօր Armenpress-ի հետ զրույցում արձագանքել է Հայաստանի արտգործնախարարը, ընդգծելով, որ Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովում համաձայնեցվել են այդ գործընթացի հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն։ Սրանց շրջանակներում սահմանված թրիփ ուղին կապելու է թե Ադրբեջանը Նախիջևանի հետ, թե Հայաստանը այլ երկրների հետ, թե ավելի լայն աշխարհագրությամբ տարածաշրջաններն իրար հետ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջոցով։ Հայաստանը շահագրգիռ կերպով ակտիվ ջանքեր է գործադրում այն հնարավորինս շուտ կյանքի կոչելու ուղղությամբ։ Հական Ֆիդանը երեկ նաև ուղիղ հայտարարել է, Անկարան սահմանը չի բացի, քանի դեռ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը վերջնականապես չի ստորագրվել։ Հայաստանի արտգործնախարարն էլ իր հերթին արձագանքել, այս երկու բաղադրիչներից որևէ մեկը մյուսով պայմանավորված չեն։ Եվ եթե անպայմանորեն փորձենք դրանց միջև պատճառահետևանքային կապ տեսնել, գուցե պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը, դրականորեն անդրադառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա։